Զինծառայող Վահան Պետրոսյանի մահից միայն 2 օր անց իրավապահները հայտնեցին. նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով 1 անձ ձերբակալվել է եւ նրան կալոնավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան։ Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին հայտնեց ողբերգական լուրը, հայտնաբերել է նրա տին հրազենային վնասվածքով։ Ուղիղ 1 օր առաջ նախարար Սուրեն Պապիկյանը բանակում նման ողբերգությունների նվազման ու կարգուկանոնի հաստատման ուղղությամբ շոշափելի արդյունքների մասին էր խոսում։ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը։ Վահան Պետրոսյանի մահից հետո այլ մանրամասներ ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ քննչական կոմիտեն 2 օր շարունակ չէին հայտնում։ Անգամ չէին մատնանշում քրեական գործի հոդվածը։ Մինչ այս պահը չեն տեղեկացրել, թե ով է ձերբակալված անձը, նրա ծառայակիցն է, թե գուցե վերադասը։ Մենք տեսնում ենք տոտալ վերահսկողություն, ինֆորմացիան աղավաղելու, ինֆորմացիա չտալու։ Ես երբ որ կարդում եմ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, ես տեսնում թե դրանք ինչ խղճուկ հաղորդագրություններ են կամ քննչական կոմիտեի։ Բանակի խնդիրներով երկար տարիներ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է, պատկան մարմինները փորձում են ամեն կերպ կոծկել տեղեկատվությունը։ Ասում է, նախկինում հաղորդագրությունները գոնե պատշաճ էին։ Երևի սպասում էին ինչ-որ հրահանգի, թե ինչպես որակեն հանցագործության դեպքը։ Ու եւ հիմնականում, ինչպես գիտեք, ինքնասպանություն են որակում եւ այդ ինքնասպանությունները, որը մեր կազմակերպությունը բազմաթիվ այդպիսի դեպքեր է ուսումնասիրել, ներգրավված եղել որպես մեր փաստաբանը, դրանք սպանություններ են։ 1 ամիս առաջ էլ պաշտպանության նախարարությունը զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան մասին հայտնեց կծկտուր ձևակերպումներով։ Քննչականն էլ ողբերգությունն ինքնասպանություն որակեց։ Որոշում են, էլի։ Նախարարը նաև երևի քննչականի վրա ունի իր ազդեցությունը։ Այսինքն միշտ էլ կապի մեջ են դել մահվան դեպքերով, իրար հետ են որոշում ով ինչ աներ, ինքնասպանություն որակել, ինքնասպանություն չորակել, կապ չունի թե ասենք սպանությունը տեղի ունեցել։ Մենք հենց հիմա մի գործ ունենք քրեական, 2 կրակոցով, մենահատային կրակոցներով գլխին ինքնասպանություն որակված 7 տարի դատարաններում այստեղից այնտեղ են տանում։ Օրերս բանակում կարգուկանոնի մասին խոսելիս նախարար Սուրեն Պապիկյանը ոչ մի բառ չասաց ինքնասպանությունների մասին, պնդելով, թե անցած տարի սպանություն չի եղել։ Միայն ավելի ուշ լրագրողի հարցին պատասխան խմբագրեց իր հայտարարությունն ու անդրադարձավ նաև ինքնասպանությունների դեպքերին։ Ինչ իրավունքով է նախարարը քննության տակ գտնվող գործերով եզրահանգումներ անում, որ ինքնասպանություններ են եւ վերջ։ 2007-ին ծնված Վահան Պետրոսյանը Երևանի Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր։ 6 տարեկանից հենց այնտեղ է սկսել ֆուտբոլ խաղալ ու մինչ նախորդ ամռանը բանակ զորակոչվելը մի քանի անգամ խաղացել է Ուրարտուի 2-րդ թիմի կազմում։